Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ամերիկա ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացը, որի արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Ֆրանսիական Արտե հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է եղել քարտեզից։ 28 րոպե շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը ցուցադրվել է Թուրքիայի վերաբերող բանավեճի ժամանակ։ 25 թվականի մարտի 24-ին 28 րոպե հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված են եղել Թուրքիան եւ նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված է եղել։ Նրա փոխարեն Ադրբեջան է ներկայացվել ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Հաղորդման այդ հատվածը ներկայացրել է օգտատեր ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային Հայաստանի գանձեր ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել։ Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել։ Le Figaro ամսագրի փոխտնօրենը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը արձագանքել են դրան եւ հայտարարել, որ դա անընդունելի է եւ մարմնավորում է պան-թյուրքիստական երազանքը։ Ռուբիոն Թուրքիայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում խաղաղության համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրում Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Պետքարտուղար Ռուբիոն հանդիպմանը նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների եւ բողոքի ցույցերի վերաբերյալ։ Այսօր ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը կողմ 64 դեմ 7 ձայների հարաբերակցությամբ։ Իրանը առաջիններից մեկը ողջունեց խաղաղության փաստաթղթի համաձայնեցումը։ Երևանը տևական ժամանակ անհամաձայնություն ուներ ու անընդունելի էր համարում երկու հայտնի կետերը՝ Եվրադիտորդներից հրաժարումն ու միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայկական հայցերի հետ կանչը։ Փետրվարին Բաքվից խմբագրված 12-րդ տարբերակը ստանալուց հետո Երևանն արդեն երկու կետերի հարցում էլ զիջման գնաց եւ մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին փաստաթղթի համաձայնեցման մասին։ Հարևան Իրանում գոհ էին, համարելով, որ այս համաձայնությունը անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Սոցցանցի իր էջում ողջունեց։ Երկխոսության եւ դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության, որ իրանական կողմը շուտով ստորագրությանն ականատես լինելու հույս ուներ մարտի 14-ին էր։ Այսօր Բաքուն շարունակել է ստորագրման պահանջ պայման վերջնագրերը սեղանին դնել։ Ալիևի հատուկ հանձնարարություններ կատարող Ամիրբեկովը պնդում է, այս պահին Հայաստանի սահմանադրությունն է խաղաղության միակ ու հիմնական խոչընդոտը։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին եւ պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն, իր ռազմական կարողություններն ամրապնդելու եւ այս պատմությունը վերստին սկսելու համար։ Սա պաշտոնական Բաքվի ստորագրելու պահանջներից մեկն է ընդամենը։ Նրանց մեդիան ամեն օր հրապարակում է, թե ել ինչ ախորժակ ունի։ Այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ անարգել Հայաստան ելումուտ են ուզում են, որ Հայաստանը հատուցում վճարի Ադրբեջանին, Հայաստանի ապառազմականացում ու գնված զենքերի հանձնում են ուզում են, որ Հայաստանում դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը։ Այս բոլորը շատ լավ իշխանական քարոզչությամբ է իրականացվում, իշխանական այնտեղ մեդիան միայն իշխանական է, պարզապես պաշտոնապես միգուցե օրինակ արտաքին գործերի նախարարը, չգիտեմ, նախագահը իրենց ուղիղ հիմա չեն ասում դրա մասին, բայց սրանք վստահաբար իրենց պետական քաղաքականության մասերն են։ Եվ նրանք ընդ որում այս բոլոր հարցերը ներկայացնում են, որ սա այս ամենը պետք է խաղաղության այսպես կոչված պայմանագրից դուրս լինի, եւ որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես այսպես կոչված խաղաղության պայմանագրից հետո արվելիք։ Այդ դրանք իբրև նախապայմաններ են ներկայացվում։ Նրանց մոտ հիմա իշխանական
Նաև պատգամավորներ, մեդիան ակտիվ այն քարոզն են տանում, որ ի վերջո նրանց նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը որպես պետություն, արհեստական հիմքերի վրա ստեղծված պետություն է։ Իսկ նրանց ցանկությունների առաջնագծում Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Այս միջանցքին հասնելուն նրանք տարիներով են ձգտում։ 2021 թվականի նոյեմբերից էլ Ալիևը հստակ հայտարարում է այդ միջանցք կոչվածի իրենց երազանքի մասին։ Եվ հիմա 2 շաբաթ է հայտարարվել է փոխհամաձայնեցված փաստաթղթի մասին, բայց ադրբեջանական համայնապատկերում բան չի փոխվել, շարունակում է ամեն օր նոր բան մոգոնել, ռազմական շունչը բերանին։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Իբր թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այդ պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Իսկ այդ պայմանները ամբողջությամբ ենթադրում են Հայաստանի պարզապես էկզիստենցիալ վտանգ։ Զիջումները փոխադարձ չեն, ասում է մասնագետը, հարցնում է, ո՞րն է փոխզիջումը, երբ պահանջում է արևմտյան ադրբեջանցիներ ասացի վերադարձ, Արցախայերի վերադարձի հարց քննարկում է, սա մեր գոյաբանական խնդրին առնչվող փաստաթուղթ է, ասում է, ժողովուրդը իրավունք ունի իմանա, միակողմանի են զիջումները, գոյաբանական խնդիր է, պիտի իմանանք։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նշվում է նաեւ, որ ընդգծվել է Գազայում մշտական հրադադարի հաստատման կարեւորությունը եւ այդ հարցերի անհրաժեշտությունը տարածաշրջանային խաղաղության համար, ինչպես նաեւ քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունների դեմ քաղաքում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 41 մարդ է ձերբակալվել։ Վերջիններս մեղադրվում են Թուրքիայի նախագահ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին վիրավորելու համար։ Դատախազությունը նրանց մեղադրում է նախագահին վիրավորելու, հավաքների եւ ցույցերի մասին օրենքը խախտելու, ծառայողական պարտականությունները կատարողին դիմադրելու համար։ Իմամօղլուի գործով հետաքննությունը շարունակվում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիային է փոխանցել պայմանների ցանկ, որով Դամասկոսը պետք է կատարի պատժամիջոցների մասնակի չեղարկման դիմաց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմաններից մեկն այն է, որ Սիրիան ոչնչացնի քիմիական զենքի մնացած բոլոր պաշարները եւ համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում, հայտնել են աղբյուրները։ Մեկ այլ պահանջ ըստ աղբյուրի այն է, որ օտարերկրյա զինյալները չզբաղեցնեն բարձր պաշտոններ Սիրիայի կառավարման կառույցում։ Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը, Ռուսաստանն ու Ամերիկան համաձայնեցրել են ռուսական եւ ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի գործողության։ Դրանք են նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթա եւ գազատարները եւ պահեստները, էլեկտրաէներգիա արտադրող եւ փոխանցող ենթակառուցվածքները, ատոմակայանները եւ հիդրոէլեկտրակայանների ամբարտակները։ Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր սկսած 2025 թվականի մարտի 18-ից եւ փոխադարձ համաձայնությամբ կարող է երկարաձգվել։ Ըստ փաստաթղթի պայմանների խախտման դեպքում հակառակ կողմը իրավունք ունի իրեն ազատ համարել պարտավորություններից։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ուոլցը հայտնել է, որ խոսել է Մասկի հետ սիգնալ հավելվածի արտահոսքի վերաբերյալ։ Հիշեցնենք, Թրամփի կաբինետի բարձրաստիճան անդամները հավելվածում խմբակային զրույցի ընթացքում քննարկել են Եմենում իրականացվող ամերիկյան ռազմական օպերացիան, որտեղ ակամա ներառվել է Ատլանտիկի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը։ Ես նոր խոսեցի Իլոն Մասկի հետ, մենք ունենք լավագույն տեխնիկական մասնագետները, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է դա տեղի ունեցել, բայց կարող եմ ասել, որ ես 100%-ով չեմ ճանաչում այս տղային, ասել է Ուոլցը Fox News-ի եթերում նկատի ունենալով Գոլդբերգին։ Ռուսաստանը չի միջամտել Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախընտրական արշավին։ ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննությունը գաղտնազերծելու մասին։ Թրամփը իրավիճակը անվանել է անհեթեթ ու խայտառակ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը չի ցանկանում հրապարակել այս գործի վերաբերյալ ողջ տեղեկությունը։ Դրա մի մասը դեռ կմնա գաղտնի։ Ֆրանսիայի արևելքում բախվել են 2 ռազմական պարեկային ինքնաթիռ։ Ֆրանսիական ռազմաօդային ուժերի տարածած հաղորդագրության համաձայն ինքնաթիռները բախվել են Սեն-Դիզիեի 113 ավիաբազայի մոտ։ 2 օդաչուներին եւ 1 ուղևորի հաջողվել է ցած նետվել, նրանց գտել են գիտակից վիճակում։ Հարավային Կորեայում քամուց առաջացած անտառային հրդեհները, որոնք երկրում երբևէ ամենակործանարարներից են, ավերել են երկրի հարավային շրջանները, խլելով 18 մարդու կյանք, ավերելով ավելի քան 200 շինություն եւ ստիպել 27000 մարդու տարհանվել։ Կորեայի անտառային ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերը նախատեսվածից ավելի վաղ կմեկնարկեն։ Այս մասին Armenpress-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հավելելով, որ երկրորդ եւ երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս ավելի շուտ։ Երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմնին պետք է ներկայացնել գրանցման հայտ։ Կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, հայտնել են ՊԵԿ-ից։ Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել է 60 հարկ վճարողի մոտ։ Տուգանքի չափը կազմել է 36 միլիոն դրամ։ 3 եւ ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 միլիոն դրամով։ Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում $750 միլիոն չափով եվրոպարտատոմսեր է թողարկել։ Պարզ լեզվով ասած Հայաստանն այս անգամ էլ $750 միլիոն նոր պարտք է վերցրել։ Օրինակ 2013-ին, երբ որ այդ պարտատոմսերը թողարկվեցին, նրանով մարվեց ռուսական պարտքը։ Այս հերթական թողարկումը, այո, դրա մի մասը ուղղվելու է նախորդ պարտատոմսերի մարմանը, այսինքն մի կողմից ունենալու ենք պարտքի նվազում, մյուս կողմից պարտքի ավելացում։ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտն էլ պակասուրդը տարեցտարի մեծանում է, այսինքն բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան հավաքվող եկամուտները, եւ կառավարությունը ստիպված է պարտք վերցնել ներքին եւ արտաքին աղբյուրներից, թողարկել նաեւ պարտատոմսեր։ Շեկուլի նման վերջի տարիների ընթացքում ներքին պարտքը ավելացրել է, պարբերաբար դրամային պարտատոմսեր են թողարկել, տեղաբաշխվել, դրա հասին են ավելացրել վերջի տարիների պետական պարտքը, իրենք դոլարային պարտք են ավելացում, քանի որ այսպես իրենց պարտքը դոլարով է եւ դոլարով է ցանկանում այսպես մարել, սա մի գործոն է, որ նրանք փորձում են անել։ Ստացվում է, որ բյուջեի եկամուտները չի բավականացնում նաև մարել պետության համար վերցված պարտքը։ $750 միլիոն եվրոպարտատոմսերը Հայաստանը պարտավորվել է հետ գնել 10 տարի հետո, 2035-ին։ 4 տարի առաջ էր Հայաստանը պարտատոմսեր թողարկել կրկին $750 միլիոն չափով։ Այն ժամանակ տոկոսադրույքը շատ ավելի ցածր էր։ Այս տարվա համար տոկոսադրույքը 7.1 է։ Պարտքի ավելացումը այս պահի թողարկված պարտատոմսերով ավելի թանկ է նստելու պետության վրա, քանի որ նախկինում օրինակ Հայաստանի կառավարությունը պարտատոմսեր էր թողարկում 3-4% տոկոսադրույքով եկամտաբերությամբ, հիմա արդեն 6.75 եկամտաբերությունը 7.1%։ Այսինքն ակնհայտ է, որ կառավարությունը ավելի մեծ գումարներ է ծախսելու ապագայում նույն այս պարտատոմսերի մարումը կատարելու, սպասարկումը կատարելու համար, քան նախորդ պարտատոմսերի դեպքում։ Նոր եվրոպարտատոմսերի թողարկման պետական պարտքի բեռն ավելի է ծանրանում։ Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը ներքին եւ արտաքին պարտքի հանրագումարը կազմել է $13 միլիարդ։ Դրանից $6.3 միլիարդ արտաքին պետական պարտքն է, մոտ $6.7 միլիարդ ներքին։ Դատաբժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել Արցախցի բռնի տեղահանված մեր հայրենակցի մարմնի վրա, ով պնդում է, թե Լոռու ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգել են, ծեծել ու հայոյել խոստովանական ցուցմունք կորզելու համար։ Վարույթի նախաձեռնման, եթե կատարվել ուշացում, ապա ըստ էության իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել այդ մասին, եւ տեղեկացված են եղել մասնավորապես դիմել է բուժօգնության վանձնաբժշկական կենտրոնում, համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից միջոցներ ձեռնարկվել սեմ ժամկետների վարույթ նախաձեռնելու կապակցությամբ։ Խոշտանգումների ենթարկվելու մասին ահազանգող Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցը, նրա փաստաբանն ու մի խումբ այլ քաղաքացիներ արդեն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում ուժային կառույցների առջև, պահանջելով իրենց բարերն են անհապաղ, քանի դեռ բոլոր ապացույցները չեն ոչնչացրել, ձերբակալել այն 6 ոստիկաններին, որոնք մասնակից են եղել միջադեպին։ Իսկ ինչու են նրանք մինչ այս պահն ազատության մեջ, քննչականի պաշտոնյան պարզաբանում է, բավարար ապացույցներ չկան։ Նախագահության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի եւ հիմնավոր
հիմնավոր կդիտարկվի այդ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը, որին կհետևեր ձերբակալումը։ Ոստիկանության Լոռու վարչությունում տեղի ունեցած խոշտանգման մասին այս տարի ահազանգում են արդեն 3-րդ անգամ, ընդ որում բոլոր դեպքերում նույն պատճառն է՝ առաջին պլանում ինքնախոստովանական ցուցմունքի պահանջը, իսկ ընդհանուր առմամբ իրավապաշտպանների ունեցած վիճակագրությունն ասում է, որ նախորդ տարի մեր երկրում ոստիկանությունը 155 անգամ խախտել է մարդու իրավունքները։ 2023-ին այս թիվը 43-ով պակաս էր 112, պնդում են թվերն այսպես կավելանան, քանի դեռ ոչ արդյունավետ եւ անպատժելիության հետ գործ ունենք։ Մտահոգիչ դեպքերի աճ օմբուդսմենի գրասենյակն է արձանագրում։ Ցանկացած բռնություն անընդունելի է, առավել եւս պետական մարմինների ներկայացուցիչների կողմից, այն էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակներից մեկը ըստ էության հենց անձի անվտանգությունը եւ իրավունքների երաշխավորումն է։ Համակարգային փոփոխություններ կատարելու արդիականությունն ըստ պաշտպանի աշխատակազմի պաշտոնյայի բոլոր բարեփոխումներին զուգահեռ շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Ողջամիտ ժամկետում քննությունների իրականացումն էլ ամենաարդիական։